Օրինակ ինչա դժվար թոշակը բարձրացնել, որովհետև կենսաթոշակառուների թիվը շատ մեծ է, 660,000 մարդ։ Այսինքն 1000 դրամով թոշակ ավելացնելու համար մենք պետք է տասնյակ միլիարդների ծախսա դա ենթարկում պերմանենտ անընդհատ, որը փաստացի հետ շրջելի չի։ Ինչ մեղու կծեց Փաշինյանին, որ այս հայտարարություններից 2 ամիս չանցած կտրուկ մտափոխվեց եւ ոչ թե 1000, այլ մի ամբողջ 10,000 դրամով որոշեց բարձրացնել թոշակը։ Շատ խիստ քննադատություններ եղան կառավարության հասցեին։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը մի քանի պատճառ է նշում։ Ճոխ պարգևավճարների ֆոնին կառավարությունը հայտնվել էր թոշակառուների հասարակության աղքատ խավի սուր քննադատության թիրախում։ Չհիշեցին ծայրահեղ աղքատ ընտանիքներին, որ գոնե ինչ-որ մի գումար վճարվեր ծայրահեղ աղքատ ընտանիքներին, ուրախացներ նոր տարվա շեմին եւ այլն եւ այլն։ Չհիշեցին, թե դեռ հիշելու ժամանակը չէր։ Թոշակները չավելացան նոր տարվա շեմին, կավելանան ընտրությունների շեմին։ Ապրիլի 1-ից մարդիկ սկսել են ստանալ, ընդամենը 2 ամիս հետո քվեարկության ժամկետ է գալիս եւ իրենք բնականաբար իրենց հիշողության մեջ պահելու են։ Տնտեսագետը նկատում է թոշակների խոստացված մինչև 10,000 դրամ բարձրացումը հնարավոր էր անել նաև անցած տարի։ Ըստ Մակարյանի հաշվարկների, տարեկան միջինը $150 միլիոն է ծախսելու պետությունը։ Մեծ թիվ չէ, հնարավոր է ճարել ընդամենը ծախսերի վերադասավորության հաշվին։ Հիմա $150 միլիոն պետությունը կգտնի առանց բյուջետային ծախսերը վերափոխելու, նույն նախարարությունների շրջանակներում, նույն թեկուզ պարգևավճարների շրջանակներում կամ արտաքին պարտք վերցնելու հաշվին, բայց կարծում եմ, որ չի վերցնի արտաքին պարտք, ավելի շատ դա կգնա ներքին ռեզերվների հաշվին։ Տնտեսագետը նկատում է պետությանն էլ ձեռնտու է թոշակի բարձրացումը, ավելի շատ առևտուր, ավելի շատ հարկեր։ Այդ շեմի վրա գումարների մի մասը նորից վերադարձում է պետությանը, որ մարդիկ թափանցիկ առևտուր են կատարում, հարկերը, որոնք առաջանում են առևտրային տարբեր չէ, կազմակերպություններում, նրանք իրենց շրջանառությունը մեծացնելու պատճառով նաև հարկեր են ավելվճարում։ Թոշակի նախընտրական բարձրացումը մարդկանց մատից մի փուշ կհանի, կարծում է Մակարյանը, բայց միևնույն է, նվազագույն ենթադրյալ 46,000 դրամ թոշակ ստացող թոշակառուին սպառողական զամբյուղը անհասանելի կմնա։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։